Ձեր հորեղբորը մեղադրում են FSB-ի հետ կապերի մեջ, ինչ պարզաբանում ունեք սրան, երբեք փաստաթղթերը հրապարակելու, որ ձեր հորեղբերը արդյոք կապ ունի FSB-ի հետ, թե ոչ։ Մենք դատական հայց ենք ներկայացնելու, որի արդյունքում ով որ այդպեսի բան ասել է, կլորի գումարներ է վճարելու, մենք էլ այդ գումարները փոխանցելու ենք հոգեկան խնդիրներ ունեցող պաշտոնյաներին աջակցման ծրագրին։ Իսկ ձեր այլ քաղաքացիություն ունենալու մասին արդյոք պատրաստում եք կրկին փաստաթղթեր հրապարակել, թե ոչ։ Նորից Փաստաթղթեր չկան, որ հրապարակեմ, միայն Հայաստանի քաղաքացի եմ, որի համար էլի դիմել ենք, էլի հայցադիմումով, այդպեսի խնդիր չկա։ Նաև քաղաքական իշխանական ուժը նշում է, որ դուք առաջ եք տանում Ռուսաստանի շահերի հետ կապված մի շարք թեզեր։ Արդյոք դրանք կրկին կապված են ձեր ուժի հետ։ Աշխատատեղեր ստեղծելը որ երկրի շահն է, աղքատությունից մեր հայ ժողովրդին անելը որ երկրի շահն է, անվտանգություն բերելը որ երկրի շահն է, գյուղացիներին գյուղերը դատարկումը կանգնեցնելը որ երկրի շահն է, որ երկրի շահն է, ու որ երկրի շահի համար է Սամվել Կարապետյանին հետախուզման հայտարարել Ադրբեջանի նախագահ, իրենց անվտանգության երաշխավորը, Իսկ որ Հայաստանի Հանրապետության։ Իսկ ձեր հորեղբորը կսացնելու մասին այդ արտահայտություններին ինչ արձագանք կարող եք տալ։ Չեմ ուզենա նույն տերմինոլոգիայով, բայց ինձ թվում է բոլորը գիտեն ով ինչ կարգավիճակում է եւ ինչ ստոյքի մեջ է։ Շնորհակալություն։